ի ուրախություն բոլորիս շտապում եմ տեղեկացնել, որ առաջին անգամ Հայաստանում աչքի առողջության ինստիտուտում ներդրվել է առաջին ռոբոտիկ ակնային լազեր։ Այս փաստը շատ կարևոր է ռազմավարական առումով, քանի որ Հայաստանի Հանրապետությունում մինչ այս պահը չի եղել sense ծրագրեր։ Ռոբոտիկ լազերը տալիս է հնարավորություն մեր պացիենտներին շատ արագ վերականգնել այս տեսողությունը, կիրառելով ռոբոտիկ տեխնոլոգիա, կատարակտան մասնավորապես վիրաբուժության մեջ, որը տալիս է հնարավորություն մինիմիզացնել վատությունը։ Աչքի առողջության ինստիտուտը, լինելով պիոներ այս ուղղությամբ, առաջի անգամ ներդրել է ոչ միայն լազեր, մեր բժիշկները անցել են վերապատրաստումներ առաջատար բժշկական կենտրոններում, եւ դա տալու է մեզ հնարավորություն կիրառել այս տեխնոլոգիան շատ արագ։ Ես սպասում եմ բոլորին, մեր պացիենտներին բարձրորակ վիրաբուժության ռոբոտիկ լազերի շնորհիվ։ Դիոնալ ընկերությունը հանդիսանալով Zimmer Group ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում ուրախ է հայտնել, որ աչքի առողջության ինստիտուտում ներդրվել է Zimmer Z8 ֆեմտովարկենային լազերային համակարգ։ Այս համակարգը հնարավորություն է տալիս իրականացնելու բազմաթիվ վիրահատական միջամտություններ աչքի կոռեկցիայի համար։ Հնարավորություն է տալիս նաև իրականացնել ֆեմտոկատարակտ միջամտություն, ինչպես նաև շատ այլ բազմաթիվ միջամտություններ։ Պետք է ասեմ, որ այս համակարգը հանդիսանում է աշխարհում միակը, որ հնարավորություն է տալիս իրականացնել բազմաթիվ միջամտություններ, սկսած լազերային կոռեկցիայի, ինչպես նաև կատարակտալ վիրահատություններ եւ հետագայում նաև այլ տեսակի բազմաթիվ միջամտություններ։ My name is Patrick, I'm a service and application engineer of Zimmer, and I'm here to install the first Z8 in Armenia. We are just installed the device and we are ready for the first LASIK surgeries and cataract to be followed. In future, the clinic will also do clear. And of course, the Z8, they made a decision for the most versatile and advanced femtosecond laser on the market. What means versatile? We can do all kind of corneal applications. We can do until keratoplasties, intracorneal ring tunnels, and we can do also all the femtocataract assisted surgery.